ձեր հիմա ճակատագիրը ինչ-որ ծրագիր ունի, հստակ ասեմ, ինչքան է գաղափարգուշակած է ծրագրում 100% չէ։ Ցանկացած մարդ իր երազում է ինչ-որ բան կարող է անցնել իր ապագայից։ Հայաստանի համար ապագան որոշված է արդեն։ Ամերիկան, որ ինչքան ասում ենք, ինքը ժամանակավոր ինչ-որ մի ֆակտոր է, գալու ավելի շատ խաղաղ դարաշրջան, ավելի ոնց որ արարման դարաշրջան, ամենամեծ ռեսուրսը դա մարդն է։ Մարդուց բաց արժեք տվող բան չկա։ Ամեն մի հայ շատ մեծ արժեք ունի։ Հայաստանը շատ լավ է լինելու։ Այս ժողովուրդը ուրիշ մակարդակի բարձրանալու Հայաստանի պես գեղեցիկ երկինք չկա աշխարհում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր չափազանց հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու մեր հարգարժան հյուրերից մեկի հետ, ում եւ սիրով ներկայացնում եմ խորագետ, թաքնագետ, փիլիսոփա Արտադ Դոնիկյան։ Բարև եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Դոնիկյան, մենք գիտենք, որ աշխարհում մարդկության պատմության մեջ եղել են տարբեր մարդիկ, ովքեր կանխատեսել են ապագան։ Վան Գա, Նոստրադամուս, Էդգար Քեյսի, նույնիսկ մեր, Ղևոն Դալիշյան, Հովհաննես Ավետարանի եւ այլն։ Ինչպես են նրանք, նախ ասեմ, որ անդրադառնալու ենք նաև աշխարհի ապագային, ինչպես նաև Հայաստանի, բայց հետաքրքիր է, ինչպես են նրանք կարողացել կանխատեսել, դա ինչ-որ օժտվածություն է, թե շնորհ, թե մեխանիզմ է գործում։ Նայեք, այդ կանխագուշակների մի քանի տեսակ կա։ Կանխագուշակել։ Հա, այդ առաջինը կոչվում է մեդիումներ, մեդիում կապ ունեցող, էլի, որ թարգմանենք լատիներեն, մեդիում կապ հաստատողներ, միջինչի կապ միացնողներ, նո այդ տեսակը ինքը ծնվում են։ Ինքը տենց իծնե է, իրանք կարան մի թեթև դրանք լավացնեն, որակ, բայց ինքը տենց ծնված է։ Իծնե տենց է, ու եթե մարդը իծնե չունի, այդ հատկանիշը ինքը չունի։ Այդ տեսակ մարդիկ, նայեք, մենք ոնց որ աշխարհը մի քանի սֆերա ունի, ֆիզիկական սֆերա, ասենք, հետո ունի աստղային սֆերա կապված, զգացմունքների աշխարհն է, հետո մտային աշխարհ, որտեղ այդ մտքերն են ամբողջ գեներացված, ինչ կար առաջել, ու հիմա էլ ու ոնց որ դրա հիման վրա կանխագուշակվում է ինչ կլինի ապագայում, հետո ավելի բարձր հոգևոր աշխարհներ։ Հիմա այդ մեդիումները միայն կարող են ընկալել այդ զգացմունքների աշխարհը ու ավել չեն կարող ընկալել։ Իսկ մյուս ընդունակույց մարգարեները, ասենք, կամ ավելի աստվածային շնորհ ունեցողները, իրանք կարող են ավելի մտային աշխարհ եւ ավելի հոգեվոր աշխարհ ընկալել, ասենք, օրինակ Հովհաննես Ավետարանը, ինքը ավելի բարձր պլաններ է ընկալել ու ավելի վերևից ընկալած է ու ինքը ավելի հեռուն կարա տեսնի ժամանակի ընթացքում, որը շատ հեռու է։ Մեդիումները շատ կարճ ժամանակ կարան տեսնել։ Մեդիումների աշխարհը, այդ աստրալնի աշխարհը ընկալումը ոնց է տեղ ունենում։ Ես մի քիչ յուրօրինակ ձևով եմ բացատրում, բայց ինքը որ հենց ծնվում է, իրանք յուրօրինակ ոնց որ ինչ-որ գենետիկ մակարդակով, ավելի խորքային մակարդակով իրանց մոտ մի քիչ ուրիշ տեսակ է, որոնք ոչ միայն մարդկային կապ ունեն, այլև այդ աստրալում ապրող էակի որակ ունեն։ Դա ինչ ասեմ, ոնց որ կարանա մարդկությունը ապագայում հիբրիդ անի մարդու, հիմա կարող են sense բաներ անեն, մտցնում են մեկ ինչ-որ կենդանների մեջ, իհարկե դա չի թույլատրված բարոյական օրենքներով, բայց անում են տարբեր երկրներում, ասենք մարդու գեն, ասենք կռիստների մեջ էդի արնում են փորձեր ու տեսնում են այդ կռիստները, ինչ-որ մի գենը, որը սկսում ավելի զարգանալ ու ավելի խելացի ամեն ինչին նայում, քան սովորական կռիստներ։ Այսինքն տենց կամ նո ֆանտաստիկ կինո կա, որ կապիկներին են արել, այդ կապիկների մոլորակ բանը, որտեղ ինք կապիկների իշխանությունը վերցնում են, բայց դա հիպոթետիկ օդից չի եկել, դա իրականության տենց փորձեր արել են, որ սկսել են կապիկները զարգանալ մարդու գենը, որտեղ հիմա կարում են դա անել։ Ուղղակի այս process-ն եմ ուզում նկարագրել, դա ինչ է։ Հիմա նույն ձևի այդ աստրալնի էակի գենը, այդ մարդը որ ծնվում է,
ծնվան ժամանակ հաճախ տրվում է իրան։ Պարոն Դոնիկյան, տեսեք, եթե առնետների եւ կապիկների մոտ իրենցից ավելի զարգացած առնվազն ուղեղի մակարդակով գեն են ներարկում, հասկանալի է, նա ավելին է տեսնում, քան իր շրջապատը, իր նմանը։ Բա մեր դեպքում ոնց է դա լինում։ Մեզանից ավելի զարգացածն է։ Չէ, զարգացած չի։ Տրվում է մի հատկանիշ, հիմա տենց գիտությունը տենց չի հասկանում։ Ես ինչ-որ բացատրություն եմ տալիս, որ կարամ բացատրեմ, քիչ դժվար ընկալելի է, բայց օրինակ լեգենդներում սենց ընկալում կար, որ Զևսը գալիս էր, կենակցում էր տարբեր կանանց հետ ու երեխաներ էր ունում, Հերկուլեսին է ունեցել, շատ հանճարեղ երեխաներ են ունենում։ Դա այդ ինչ process է եղել, այդ Զևսը ֆիզիկական մարմնով չի եկել։ Այդ պիտի հստակ հասկանանք, ինքը օգտվել է այդ ինչ-որ տղամարդու անըտից, որի զգացմունքները իր վրա է վերցրել ու ինքը այդ ժամանակ, այդ կենակցման process-ի ժամանակ այդ տղամարդու ապրումները վերափոխվել է, ոնց որ տեղ գիտակցությունը ուրիշ գիտակցություն է մտել դուրս եկել, բայց Մարվինը սովորական մարդուն է։ Համար այդ երեխան հատուկ ընդունակություններով երեխա է եղել, ասենք Հերկուլես եւ այլն։ Ասենք դա նույն տարբեր էլի տենց պատմություններ լիք կան։ Հիմա այտենց մարդիկ էլ երբ որ ծնվում են, այդտեղ այդ աստրալ աշխարհում ապրող էակները այդ կենակցման ժամանակ ծնողներից մեկի մեջ են մտնում ու երեխան ունենում է արդեն ոչ միայն մարդկային ընդունակություններ, այլև ինքը ծնե է դա ունի։ Արդեն ինքը ունի նաև ուրիշ զգայարաններ, որ մենք մարդիկ չունենք։ Իրան գեր ընդունակություն ունի ուրիշ երևույթներ տեսնել, այսինքն մենք հիմա նայում ենք այս աթոռին, տեսնում ենք աթոռը կամ լույսերը կամ եւ այլն մեր հետևի պատկերը, ինքը կարող է ձև չտեսնի, այսինքն օրինակի համար մեղուն ոնց կտեսներ այս բանը։ Շատ ուրիշ յուրօրինակ, ջանջը ուրիշ պատկեր է տեսնում, ինքը բացարձակ ուրիշ գույներով, ուրիշ տեսակով։ Այդ տենց իրանք ուրիշ ձև են աշխարհը ընկալում։ Իրանց ուղեղի կառուցվածքը ուրիշ է։ Իհարկե նյութական մեր այս պլանում հələ գիտություն չի կարող տարբերակել իրանց, որտեղ նյութ են, բայց իրանք յուրօրինակ ընկալում, որը սովորական մարդուց տարբերվում է, ու իրանք կարող են ներթափանցել գուշակները, այդ աստրոմեդիումները, բոլոր այդ տենց ընդունակությունները։ Իրանք կարող են տեսնել այնպես բաներ, որ մենք չենք կարող ընկալենք։ Հետո գիտեք հետաքրքիր ինչն է, միթե լավ, նույնիսկ եթե դու ընդունակություն ունես, միթե ամեն ինչ արդեն պատկերված է, կանխավ կա այդ ճանապարհը, իմ ապագան, իմ վերջը, երկրի վերջը, որ մարդը կարողանում է տեսնել։ Հա? Նայեք, սենց ասեմ։ Հասկացաք, չէ՞ հարցը։ Ես հարցս հասկացում հստակ։ Նայեք, Այսինքն պիտի լինի, չէ՞։ Աստված որ գաղափար արել, հիմա նյութական գաղափարից մի քիչ գանք ուրիշ մի քիչ ընկալում, որ մեր այս աշխարհը արարվել է։ Ամեն ինչ սկզբանե նախանշված է։ Նայեք, մեր այս աշխարհը որ արարվել է, հիմա ասենք Աստվածը արարել, թե ինչ որ բարձր ցիվիլիզացիա, նու տարբեր հիմա վերսիաներ կան, հա։ Կարևոր չի դա, դա ինչ անվանում տանք, անվանումը դա էլի, մենք չենք հասկանում, ասում ենք, որտեղ շատ վերսիաներ կան, որ բարձր ցիվիլիզացիաներ են մեզ ստեղծել։ Իրանք երբ որ մեր մակարդակի չնայք ինչ որ եթե մենք ինչ որ գիտության մեջ մեկը աշխատում, ինչ որ պրոյեկտ անում, ինքը ոնց որ մինչև վերջ այդ պրոյեկտում փորձում է հասկանալ ոնց է լինելու, վերջը ինչ է լինելու, ուր է գնալու, բայց այս պրոյեկտում մի քանի չափանիշներ կան, որոնք մի քիչ բաց են, դժվար է հաշվել մինչև վերջ։ Դա մեր ազատ կամքի չափանիշն է, որ մենք ունենք, որ իսկ ոնց որ ասած Աստված տվել է եւ կամ այդ վեհեյակները մեզ տվել են այդ չափանիշը, որը կարևոր չափանիշ է, որը շատ կարևոր է, մենք բիոռոբոտներ չենք, այդ չափանիշի հիման վրա մեկը վերջը ոնց որ ծրագրավորված է, բայց քանի որ ազատ կամք ունենք, կարա շեղումներ ունենա։ Ընդհանրապես տեսնողները գնում են այդ ծրագիրն են տեսնում, բայց շեղումները շատ չեն կարա տեսնեն։
Ոնց ծրագիրը կա, որ սենց է լինելու։ Ոնց որ պլան է դրվում, որ սենց կառուցենք շենքը, սենց շենքը շատ པարզ բան է, հեշտ կառուցում, բայց ճանապարհին լինում է մեկ էլ ցունամի առաջանում, չգիտեմ, եղանակի կտրուկ փոփոխություն առաջանում, շենքի կառուցվածքի վրա դա ազդում է, տատանումները ու շենքի ամրության վրա է ազդում, այսինքն ամեն ինչ հաշվել էլ, ինչքան հաշվել, մեկ է համակարգը շատ բաց է ու անհնար է ամեն ինչ հաշվելը։ Նույնիսկ ամենաբարձր ցիվիլիզացիան ունեցող էակի համար։ Դա մենք ասում ենք ազատ կամքի ազդեցություն, որ կարող է անհասկանալի ազդի ու վերջնական արդյունքը չլինի։ Այսինքն հավանականությամբ տեսում պետք է որ սենսը լիներ։ Օրինակ հիմա երկիրը մեկը վերցնում է իշխանությանը, շրջկուսակցություն, իրանք ծրագիր ունեն, իրանք հաշվարկներ ունեն, ուր են տանելու, ինչ է լինելու, ամեն ինչ ոնց որ փորձում են հաշվել ու քայլերը եւ արդեն ուղղորդում են մեծ ինստիտուտներ են դրա համար աշխատում, երկրներ են տարբեր աշխատում, ծրագիր են անում, բայց այդ բոլոր քայլերը ինչքան էլ հաշվել են, մեջը կարան մի քիչ փոփոխություններ, որտեղ կարող է ազատ կամք առաջանա ու ինչ որ որոշումներին տենց չգնա ոնց ուզում են ու տենց չի լինի իդեալական միշտ որոշումները գնում են մինչև ոնց ուզում այդ ազատ կամքի մարդկային ֆակտորի ազդեցությունը որ կա ինչքան էլ հաշվես էթիկա ինքը ինչ որ ֆլուկտուացիա տալիս է փոփոխություն տալիս է դրանց իդեալական չի վերջնական հաշվի այսինքն ձեր հիմա ճակատագիրը ինչ որ ծրագիր ունի ում հստակ ասեմ դուք ունեք հստակ ծրագիր դուք չգիտեք այդ փակա ձեր համար այդ ծրագիրը դրված է ասենք ապրելու եք սիմվոլիկ ինչ որ մի տարի ասենք 150 սիմվոլ եմ ասում ես մանչան այդ ծրագիրը հաստատ կա բայց դեռ լիքը ֆակտորներ կան որ դուք կյանքում կարա իրականանա ու դուք չհասնեք այդ 150 տարին բայց այդ ծրագիրը հստակ կա որ սենց պետք է գնա սենց ամուսնանա մի հատ է ստուդիա ունենա հետո ուրիշ ստուդիա փոխի այնտեղ լինի այս մարդկանց հրավի դրանք էլ են հաշված տենց չիմանաք որ չի կանխագուշված այդ դրանք բոլոր հաշված են նույնիսկ ինչի մասին պետք է խոսան բայց կարող խոսակցության մեջ մի քիչ թեմաները շեղվի էլի այսինքն պատահականություններ չկան մեծ առումով շատ քիչ հավանական են պատահականությունները ավելի շատ սա հաշվարկված է ոնց որ ինքը այս մաթեմատիկական օրենքներով այս երկիրը որ sense պատտվում է ամբողջ տեզերքը պատտվում է մեր մարմինը չի քանդվում այդ ատոմները սա հաշվարկված է ֆանտաստիկա է ուղղակի մենք ասենք ոնց ենք պահում այս մարմինը չենք ինչ-որ ատոմների հավաքածու է որտեղ ավելի փոքր էլեմենտար մասնիկներ կան որը չի քանդվում չէ կարող քանդվի դուրս գա այն օրենքները որ մենք հաշվարկում ենք որ չգիտեմ այն դաշտերը որ հավաքում են փոքր ազդեցության դաշտեր բան բիոլոգիական էլեկտրոմագնիսական 4 ուժերը որ հաշվարկում են որ պահումը դրանք քիչ են այս հաշվարկները որ մեր մարմինը չքանդվի կարող քանդվի որտեղ այն անցումը որ էլեմենտար մասնիկներից քվանտային ֆիզիկայից էս մեր ֆիզիկային փոխվում դեռ կտրուկ մի հատ անցում է լինում մեր գիտություն չի հասկանում ոնց չեն քանդվում այսինքն ինչ-որ ծրագիր կա որը պահում է մարդիկ ասում են դա ասենք անվանում են մութ էներգիա մութ դաշտ մութ ուժեր մեծ ազդեցություններ մութը ոչ թե վատ այլ անբացահայտ էլի անբացահայտված բաներ բայց այդ սա հաշվարկված այսինքն այս ոնց որ մաթեմատիկայով ամբողջ տեզիկի բոլոր օրենքները կարող են հաշվարկել այդ մաթեմատիկան գեղեցիկ տեսություն է որ ամեն ինչ հաշվարկված է թե տնտեսությունից սկսած թե ձեր կյանքից սկսած թե դեր որ կարողանան հիմա արհեստական բանականություն դա զարգացնելը թե մեր ասենք ռեսուրսները չի երիկում հաշվարկել միջև վերջ տանի կարան հաշվարկեն տեսնեն իրոք ոնց է տեղ ամեն ինչը հաշվարկում բայց տեղի ունենում ազատ կամքի մարդկային ոնց որ ֆակտորի հիման վրա մեկ-մեկ կարան դրանք չլինեն ոնց որ մեկ-մեկ էլ այդտեղ վիրուսներ են ընկնում ոնց որ այդ տեզերական այդ համակարգի մեջ դրանք դուրս են թռնում այդ համակարգից որ այդ հաշվարկից դուրս գնան իրանք ինչքան էլ հաշված են ու գուշակելի են բայց բոլորին հասանելի չեն մայն մարդիկ որոնք մեդիումներ են նրանց համար հասանելի չի ամեն ինչ իրանք ոնց որ հասանելի է փոքր ժամկետում ասինքն օրինակ կինոներ կա որ ասեն ինքը 2 օր է տեսնում կամ 2 ժամ առաջ տեսնում դրանից առաջ չի կարա տեսնում կամ
5 րոպե առաջ է տեսնում ինչա լինելու։ Ну երևի տեսել եք դեն կինոներ ամերիկյան որ կա, ինչու իրենք միշտ օգտվում են գիտության սկզբունքներից ոնց է աշխատում, կինոները այդպես պատահական չեն էլի ստեղծում, որ մարդկանց հետաքրքիր լինի, ոնց որ ինչ-որ պիտի իրական փաստի հետ լինի։ Շատ ինչքան էլ ֆանտաստիկ լինի, բայց իրական լինի։ Բայց տեսեք, բոլոր հաշվարկներով, բոլոր հարցումներով մարդկանց եւ առասարակ դա նորմալ բան է, հետաքրքրում է ապագան։ Մոտակա թե հեռակա էական չի։ Ինչ է լինելու իմ հետ, չգիտեմ, երեխեքի հետ, երկրի հետ եւ այլն եւ այլն։ Բայց երբեմն մտածում եմ, դուք խոսում եք, ես մտածում եմ, արդյոք դրանից ավելի սարսափելի բան կա, քան իմանալ սեփական ճակատագիրը սկզբից մինչև վերջ։ Եվ արդյոք այդ մարդիկ, օրինակ, չգիտեմ, երջանիկ են, ովքեր տեսնում են, այդ ունակությունն ունեն։ Կամ ինչի համար է տրվում, պարոն Դոնիկյան, օրինակ այդ Նայեք որ տեսնում է Իրանը չի տեսնում։ Հա, բայց ինչի համար է տրվում այդ աստվածային, տիեզերական, չգիտեմ, բարձր ցիվիլիզացիայի հատկությունը։ Ուրեմն ինչ-որ առաքելություն կա, չէ՞, ինչ-որ միսիա ունեն, էլի։ Որ իմանան սենց էտապներ անցնում, որ նայեք ամեն ինչն հավանականությունը այդպես 100% ասեցի չի լինում, էլի, այդպես չասենք, որ ինչքան էլ գաղափարգուշակած է ծրագրում 100% չի, այսինքն հիմա օրինակ ամենաբարձր կանխագուշակումը այդ բարձր ամենավիճակը որ տեսել է Հովհաննես Ավետարանիչն է տեսնում, ասենք ինչ որ սիմվոլների տեսքով, որը բացատրություն է պետք է ինչա նշանակում բան, բայց դա էլ 100% չի ամեն ինչ, էլ այդ պետք է հստակ հասկանանք, ինչքան էլ ոնց որ ասված ծրագրավորում ամեն ինչ, բայց մարդը քանի որ ազատ կամք ունի, դա ինչ որ բաներ կարա փոփոխի։ Դու այդ բարձ է։ Ինչի են տեսնում ցանկացած մարդ իր երազում էլ ինչ որ բան կարող է անցնել իր ապագայից թեթևակ հետո ասում վայ ես այս երազում տեսել էի սենց ինչ որ բան նո ինչ որ դեժավյուները տեղից է այդ այնպես բաներ լինում են ասենք մարդիկ կան որ կարող են մի քանի օր տեսնել առաջ եւ այլն ասենք ինչ որ դեպքեր անցալումներ գալիս է իրանց այդ ընդունակությունը բացվում է երազում են իրանք տեսնում կամ գիտակցության ուրիշ ինչ որ վիճակներում ընդունում են ինչ որ նարկոտիկներ, սնկեր եւ այլն այդ վիճակում են սկսում տեսնել, ասենք այդ թութունը ոնց են բերել ամերիկյան այդ շամանները այդ թութունը ընդունելով մաքուր ինչ որ ընկնում էին տրանսային վիճակում ու սկսում էին ապագան ինչ որ անցալել, որտեղ ինքը կա այդ ապագայի ծրագիրը իրենք ծրագիրն են ընկալում, էլի, ու այդտեղ այդ ծրագրից ինչ-որ բաներ են, կանխագուշակումներ են բերում, բայց ինչ էլ ընկալենք, մեկը մեզ մեջ դրված է մի մեխանիզմ, որ մենք կարանք ազատ ընտրություն անենք ու փոփոխենք։ Հիմա աստվածային էակները գալիս են ու ասում են, իրանք շատ նման են մեկ sense կինո կամ մատրիցա, որ ամեն ինչ որոշված է, ասած ծրագրի մեջ են, աշխատում են, բայց կան մարդիկ, որոնք այդ ծրագիրը փորձում են քանդել։ Քանդել ոչ թե վատ իմաստով, այլ վերափոխել ծրագրից դուրս գալ։ Ասենք նեո է այնտեղ այդ մատրիցայի այդ ծրագրից դուրս գալու մեխանիզմը, որ փորձում էին անել մի քանի մարդիկ, որ ուզում էին դուրս գալ։ Հիմա ստեղից էլ ոնց որ գալիս են հատուկ տեսակի ծրագրավորողներ, որ իրենք նոր ծրագիր են դնում ու փորձում են մարդկանց ուղղորդել դուրս գալ ու ուղղություն ցույց տալ։ Ասենք որ լուսավոր էակ ենք մենք ասում, ասենք կամ Քրիստոս, Բուդդա, Կարոջ հիմա ես տարբեր կրոններից ասեմ, որտեղ մարդկության համար է հիմա մեր ընկալել չի, նարեկացի եւ այլն, իրանց մոտ ինչ որ փորձում են իրանք ինչ որ նոր ծրագիր աշխատացնեն, որ այդ հին ծրագրից դուրս գան, որտեղ հին ծրագրում կարող ամեն ինչ շատ լավ չի, տանում է տուպիկի,
ասենք հիմա մենք Հայաստանը նայում ենք, որ ինչ որ գնում է անդունդի եզրին ու գնալու է ներքև, բայց այս ծրագիրը փոխվի թե չէ։ Այդ ծրագիրը փոխելը նյութական պլանում ոչ մեկ չի կարա։ Դե նյութական ուժերով չի, այդ ծրագիրը արդեն գրված է։ Նյութական պլանում դու չես կարա փոփոխություն անել։ Մարդիկ փորձում են նյութական պլանով փոփոխություն անել, բայց չի այդ ծրագիրը պետք է ոնց որ այն ծրագրի համակարգի պլանով փոփոխվել։ Ասենք իր մտնել հենց ծրագրային մակարդակի մեջ փոփոխություն անել, որ փոփոխվի դա, բայց ինքը մեծ բարձ ծրագիր է, այտենց հեշտ չի փոփոխել, էլի։ Պետք է ինչ-որ բաներ ջարդել, կոդեր, ոնց որ ինքը եւ հետեւողներ կա այդ ծրագրում, որ կոդերը չջարդեն եւ այլն, մի քիչ ծրագրի մակարդակով եմ ասում։ Դրա համար ասենք այդ մարդիկ, որոնք փորձում են ծրագրից դուրս հանեն մարդկանց, ու բոլորը չեն կարող դա իրականացնել, բայց իրանց ուղին այդ ծրագրից դուրս հանելն է։ Այսինքն Հայաստանի համար ապագան որոշված է արդեն։ Այդ ծրագիրը։ Իհարկե որոշված է։ Մենակ Հայաստանի չէ, ամբողջ աշխարհի։ Բոլոր մարդկանց համար, բոլոր պետությունների համար, բոլորի ամեն ինչի համար որոշված ծրագիր կա գրած։ Մեծերը չի ծրագիրը, մտածում եք չկա, ամեն ինչ որոշված է։ Ոչ միայն երկի մոլորակի համար, նաև այս ոգի մոլորակների արեգակնային համակարգի եւ վերջը ինչ որ ծրագիր կա, ասենք գիտություն փորձում է հասկանալ այդ ծրագիրը։ Որով գնում են, հա, որով շարժում։ Հա, որով շարժում են, ուր են գնալու։ Մենք ուր է գնալու, ասենք ծրագիր, որ 5 միլիարդ տարի հետո մեր գալակտիկային կարելի է Անդրոմեդայի գալակտիկան, որ երկու գալակտիկաներ իրար հետ հատվել են, դա Անդրոմեդայի գալակտիկան ավելի մեծ, իր կենտրոնում գտնվող ավելի մեծ սև խոռոչ է, քան մեր սև խոռոչը ինքը կլանելու է մեր սև խոռոչը, մեր գալակտիկային Անդրոմեդայի գալակտիկան է, ոնց որ ուտելու բառ ասեմ, ներթափանցելու իր մեջ ընելու, բայց ինքը ինքան մեծ տարածություն է, շատ դեպքում ասում են, որ կարա մենք բոշի բան չզգանք։ Ну, գալակտիկաների իրար մեջ հեռավորությունները շատ մեծ են, տենց չէ, բայց գալու է մի գալակտիկա, ну, դա ոնց որ կանխագուշ բան չի։ Ну, հաշվարկ է, էլի, ոնց ենք շարժվում, բայց դա ծրագիրը արդեն տրված է, այդ ծրագիրը ոնց շարժվի։ Այտենց էլ մեր ամեն մեկի անհատինն էլ է ծրագիր տրված, ոնց շարժվի, ոնց է լինելու։ Բայց ո՞վ է տվել այդ ծրագիրը։ Դե անվորը չենք հասկանում ով է տվել, դրել ենք անունը Աստված։ Հա։ Մենք չգիտենք։ Կամ այլ մոլորակային։ Կամ ինչ որ բարձր ցիվիլիզացիա, մենք չենք հասկանում։ Մենք համար անկարելի է։ Կամ ստեղում են տվել։ Բոլորիս, ամեն ինչ տրված է։ Ամերիկային, Չինաստանին։ Ինչը։ Այդ ծրագիրը։ Չէ, ծրագիրը մի երկիր չի անում, իրանք էլ են այդ ծրագրի մեջ։ Իրանք էլ են ծրագրի մասնիկ։ Հիմա ասենք թե ավելի վեր մոլորակային։ Իհարկե, իրանք չէ, իրանք մասնիկ են։ Ուղղակի մենք այս մոլորակում ենք մեր մասը գիտենք։ Հա, մեր մասը։ Նայեք հիմա ոնց որ մի 2000 տարի էս աշխարհին սենց ուղղորդում իշխում էր, ասենք թե կարանք ասենք Հռոմներ ուղղորդում բան ասում, բայց Հռոմը գնաց կորա, ինչ որ ժամանակի ընթացքում հավերժ չի իր բանը, չէ, ոչ մի բան չմնաց Հռոմից։ Հասկանում եք, ոչ մի կամ ասենք Չինգիզ խանի այդ Մոնղոլիաներ չէ, ինչ որ ժամանակ ոնց որ ամբողջ օրտում, բայց չկա, հիմա Ամերիկան, որ ինչքան ասում ենք, ինքը ժամանակավոր ինչ որ մի ֆակտոր է, որի կա, որ ինքն էլ է լուծվելու գնալու ու չեն ոչ մի դեր չի մնալու, էլի։ Այդ ժամանակավոր է, մենք մտածում ենք, թե Ամերիկան հավերժ մնալու է, այդպես ոչ մի բան չի լինելու։ Ինքը Դե 400 տարի առաջ չկար այդ Ամերիկան, մեկ էլ հոբ հայտնաբերեցին։ Մեկ էլ բախ դառնում է գերտերություն։ Մեծ ինքը վերջերս է դառնել է գերտերություն։ Տենց եթե 100 տարի առաջ նայենք, տենց Իհարկե։ Պետք է հստակ հասկանանք։ Հիմա ամերիկյան դարաշրջանն է մի տեսակ։ Ну կարելի է ասել տենց ասենք։ Հիմա ամերիկյան դարաշրջանն է, բայց կարող հետո մի քիչ անցնի չինական դարաշրջան կա։ Հա, մեկ էլ մի 100 տարի չինացիք։ Կարող է, այտենց մենք չմտածենք, որ Չինաստանը այտենց լավ էլ կոնկուրենտ Ամերիկային ու առաջ է գնալու ավելի։ Կարող ուրիշ մի հատ երկիր ծնվի մեր չսպասված տեղից առաջընթաց։
Մեզ մեր դրախտավայրն է հետաքրքիր։ Մենք լինելու ենք թե չէ։ Մեզ ինչ է սպասում, պարոն Դոնիկյան։ Հիմա ինձ վստահ եմ, ասում են այդ տղա մեզանից հարցեր, այն չես գլուխ արտում։ Հիմա այդ կանխագուշակումները նայեք, տարբեր մակարդակի կա, տարբեր ժամանակի կա։ Մարդիկ, որ կանխագուշակում են, այդ կարճ ժամանակով կանխագուշակումները, իրանք շատ կարճ ու վստահելի չեն։ Աստրալնի այդ բոլոր կանխագուշակումները, որ սկսեցինք, որ մեխանիզմը որտեղ իրանք վստահելի մեխանիզմներ չեն, որտեղ այդ պլանում կան շատ վիրուսային ծրագրեր, որոնք գալիս են սուտ բաներ են էլի ասում, մարդը կարա ներշնչվի այդ կանխագուշակումով ու որ ճիշտ տեղ գնա։ Այդ դրա համար վստահել ամեն կանխագուշակություն բացարձակ չարժի, համար եկեղեցին էլ ասում է դա չարից է, բարձր չար բառը օգտագործենք, բայց կարա ինքը ժամանակավոր ու լրիվ ծրագիրը չհասկանա, ինքն է պստիկ կետոր է տեսնում ու ամբողջական եզրակացություն։ Չէ, դե շարլատանների մասը չի խոսքը, օրինակ մեր կողմից հարգված իմ եւ ձեր ասենց ընդհանուր ընկեր Արմեն Պետրոսյանը, չէ, մարգարեություններից էր խոսում, Ալիշաներ հիշատակում, ըստ որի Հայաստանի парքը նորից մեծ հայքի կվերականգնվի, երբ որ Մասիսը կժայթքի։ Դաղևորն Ալիշանի մարգարեություններից մեկն էր։ Հիմա նմանատիպ լուրջ կանխագուշակություններ, կանխատեսումներ, մարգարեություններ եւ վերջում Մաշտոցին եւս երևացել են տարերը, լուսավոր չի ինչ է, մարգարեությունները մեր եկեղեցու մեր կենսակերպի անբաժան մաս են։ Չգիտեմ մեզ հայերից տրված է դա թե ոչ։ Դե դա ազգության հետ կապ չունի։ Հա, կապ չունի, ես էլ ենթադրում եմ, որ կապ չունի։ Շնորհ է դա։ Շնորհ, շատ ճիշտ եք։ Հա, բայց դե նաեւ այնտեղ շերտերի հարց կա, էլի, օրինակ նույն Հովհաննես Ավետարանչի մասը մենք մեզ մոտ մի քիչ ուրիշ է։ Դե նայեք հիմա Մասիսը երբ կժայթքի տեկտոնական այդ լավայի շարժումն է, որ ոչ մեկ չգիտի։ Հա, երկրաբանական բացատրություններ ունի, նաեւ աշխարհա sense ոնց որ քաղաքական զարգացում էլ ունի։ Բարի եւ բուն իմաստա եւ փոխհարաբերական իմաստով կարող է լինի շատ։ Մենք շատ կարող է գնանք իր երկրաբանական իմաստով, որ պիտի ֆիզիկոլոգիապես պրոցեսին, բայց դա ու կարող է հոգեբանական ոնց որ Մասիսը մեր հայերի սիմվոլն է, ամենաբարձր սիմվոլն է, որ մենք փառաբանում ենք, մենք տեսնում ենք մեր հայ վեհությունը Մասիս սարի հետ ենք կապում ու իր ժայթքում է թե հայերի նոր վերափոխման, ապրման կնա ալեգորիա կա իր ալեգորիա շատ կա այնտեղ, որտեղ տենց մի օրինակ չենք կարանայինք ու կանխագուշակումը ես շատ ավելի շատ ալեգորիկ է այդ ընկալումը, որը Մասիսը ժայթքելու է։ Մալիշանին թողնենք, դուք ինչ եք կարծում այդ մասով, էլի այս ծրագրի ձեր առաջ բերած կոնցեպտի մասով Հայաստանի հետ կապված։ Հայաստանի հետ կապված ես շատ լավատեսական եմ տեսնում, իրոք, որ ասեմ, շատ օպտիմիստական է իմ մոտեցումները, ինչքան մենք դժվար ոնց որ փորձությունների միջով ենք անցնում, դժվար անկումների միջոցում, բայց լավ է լինելու, դա հաստատ։ Դե չէ, մենք չենք դառնալու գերպետություն, ոնց որ ասենք Ռուսաստանն է կամ Ամերիկան է, մի քիչ այդ ծայրահեղությունների մեջ չընկնենք, ասենք թե Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս Հայաստան չի լինելու, դա հապկանքի մեջ չընկնենք, բայց մարդիկ, որ վերափոխվելու են, գալու է ավելի շատ խաղաղ դարաշրջան, ավելի ոնց որ արարման դարաշրջան, ավելի բարենպաստ իրանց երջանկության ընկալման, որտեղ մեր այս հողը տարածքը բնությունը շատ բարենպաստ են, 4 եղանակները կան, դրանք շատ կարևոր են, որտեղ երկրի վրա ոչ բոլոր տեղը 4 եղանակ, մարդը երջանիկ է այնտեղ, որտեղ բոլոր 4 եղանակները կան, որտեղ նույնիսկ ասենք տաք թվում են այն Կարիբյան կղզիները, իրանք այդքան երջանիկ չեն, որովհետև իրանք ձմեռ չեն տեսնում, իսկ դա մեր հոգեբանության մեջ շատ կարևոր է, մեր ձյունը տեսնենք, ասենք նույնիսկ տարի առած ձյուն եկավ, դա շատ էլի կարևոր է, երկար ժամանակ Երևանում ձյուն չէր եկել։ Դեկտեմբերի 31-ին է։ Այդ երեխաները։ Բայց դա իրոք երջանկության բաներ են, այս կոմպոնենտներ են հատկում։ Իհարկե, դրա համար Սիբիրից եկած ռուսները ասում են, «Это рай»։ Իրոք այդ մենք չենք գնահատում, ճիշտ եք ասում։ Մեր ֆանտաստիկ աշունը, մեր չքնաղագույն գարունը, մեր հիասքանչ ամառը, ու մեր գեղեցկա դեմ ձմեռը, sense որ բան ես անում, չէ՞, մանրացնում ես, սկսում ես հասկանալ, գիտակցել, արժևորել, իրոք ասում ես, այ մարդ, մեռնեմ Աստծո զորությանը, էլի։
Դեն միջին գոտին, որտեղ 4 եղանակներն ունեն, երկրի 20%-ն է երկիր մոլորակի, որտեղ մարդիկ որտեղ ապրում են, ոչ թե օվկիանոսներ կան, որտեղ չեն ապրում, բարենպաստ մասի 20%-ն է ինքը, այսինքն 80% այդքան բարենպաստ թվում է, դες ավելի լավ են հարավում ապրում, բայց տենց չի։ Այս թվում է թե տաքա լավ է, կամ ավելի հյուսիս այդտեղին լավ չի։ Մեկը հոգեբանական ամենալավ տեղը այդ միջին գոտին է, որ մենք ենք ապրում։ Ու ամենամեծ ռեսուրսը մեզ թվում է թե ներքին հանքերն են ամենամեծ ռեսուրսը, բայց դա պետք է հասկանանք ամենամեծ ռեսուրսը դա մարդն է։ Մարդուց բաց արժեք տվող բան չկա։ Ասենք օրինակ Ճապոնիայում, որտեղ ոչ մի հանք չկա, բայց իրանք շատ առաջատար են, կամ եվրոպական երկրներում էլ չէ, հանքեր չկան, մենք գիտենք, բայց իրանք առաջատար են։ Բայց այն երկրներում, որ շատ հանքեր կան, այդքան ամենաառաջատարը չեն։ Պետք է հստակ հասկանանք։ Ասենք Վենեսուելան, չգիտեմ, 80%-ն է, թե ինչ մի հատ ֆանտաստիկ թիվ են ասում բոլոր նավթի, բայց ինչ, դրանով չի որոշվում։ Այսինքն մարդն է ամենակարևոր որոշողը, դրա համար մարդու գնահատումը շատ կարևոր է։ Մեր երկրում վերափոխումները կլինեն այն ժամանակ շատ կտրուկ, երբ որ մարդը գնահատվի, էլի։ Եկի տենց չի գնահատված մեզ մարդը, որ մարդը իրոք մեծ արժեք ունի, այսինքն ամեն մի հայ շատ մեծ արժեք ունի, իր գնահատելը շատ կարևոր է։ Դուք մի անգամ մի առիթով ուրիշ թեմայով իհարկե էլի, մի քանի տարի առաջ ասացիք, որ մեզ հայերիցս ինչ որ նոր տիպի ազգ են ուզում կերտեն, հա, ինչ որ գաղտնի ծրագիր կա։ Հիմա դա ուժի մեջ է, թե չէ։ Արդյոք մենք առանձնանում ենք այսօրվա աշխարհի մեջ, որտեվ եւ չասեմ, այտենց մեր շուրջը պատտվում աշխարհի զարգացումները, մենք ենք որ կանք, չէ, բայց մեզ այտենց լավ լորես արաբացիներին նիշենք։ Ինչ որ չեն անտեսում, էլի չեն թողնում, սա թրվենք հանգիստ ապրենք։ Ինչ որ կարևոր բան ենք մեզնից ներկայացնում։ Թվում է թե մենք ինչ ենք ներկայացնում, բայց ինչ որ մի բան կա, որը հուզում է շատերին, ու որտեղ դրա համար խաղաքարտեր են ինչ որ սկսում խաղարկել, այսինքն շահեր, ասենք հрьяաներ չգիտեմ ինչ շահ ունեն հայերի հետ, ու սահմաններ չունենք մենք, բայց ինչ որ շահական բաներ, խնդիրներ կան շատ։ Դուք մարդուն կարևորեցիք, որ հայերս կարևոր են, բայց միշտ մեր սոցիում մտցնում են, որ մենք այն մարդը քծող ենք, լավը չենք, ազգ չենք, որտեղ հայ այնտեղ վայ, որտեղ հաց այնտեղ։ Գիտեք ինչ, սենց մի հատ իրականում հակառակն է, պարոն Դոնիկյան, իսկապես հակառակն է։ Գյուտերը նայեք, գիտական բացահայտումները նայեք, մշակութային, արվեստ, սպորտ, անուններ կարող եմ տալ շատ երկար, էլի։ Հիմա ասենք թե, ասենք 100 հոգու մեջ մի հատ շատ վատ մարդ է լինում, սա դրա վրա են ուշադրություն, բայց այն 99-ին մոռանում են, էլի, որ շատ կարևոր, շատ իրանք կարող է շատ բարձր, շատ լավ բաներ են անում, այդ մեկի վատ բան արածներն ենք մենք հիշում, տակի մի քիչ մեր մոտ վատ սովորույթ կա, որ այդ վատը մենակ տեսնենք, էլի, փորձենք լավը տեսնենք, նայեք ես որ դաս եմ տալիս, մի հատ sense դաս կա, որ շատ հետաքրքիր է, սկզբից մի հատ դաս կա, որ մարդու վատ հատկանիշներն են տեսնում, նրանք շատ ոգևորվում են, սկսում են տեսնել, բայց հենց գալիս այն մոմենտը, որ պետք է մարդու լավ հատկանիշները տեսնեն ու գովեն, դա շատ ամենադժվարն է, չեն կարող տեսնել։ Ու մարդն էլ չի կարող ընդունի իր լավ հատկանիշները, ոչ միայն չեն կարող կողքիները տեսնել, դա ավելի շատ դժվար է, հոգեբանական ասենք, այդ բանը իմ մոտ մի 200 հոգի անցել է, էլի, չեն կարող ընդունել իրենց լավ հատկանիշները, որովհետեւ փոքրուց ոչ մեկ չի այդ հատկանիշներին առաջադեմ տեղ տալիս ու որդում մենք մենակ վատի վրա ենք կենտրոնանում, լավը անտեսում ենք, պետք է սկսենք փորձենք ավելի լավը տեսնել, որտեղ ասենք մի հատ հիմա այս մեր Հայաստանում մի քանի ոնց որ ասած ոչ հաջող մարդիկ կան, որ ընկել են մեր այս Հայաստանի ղեկավարության մեջ, մենք մենակ դրա վրա ենք հիշում, բայց ինչքան ավելի հաջողակներ կան, մենք ինչ ենք հապֆիքսվում վատերի վրա, բայց շատ հաջողակ էլ ամեն ինչ կա, էլի։ Այսինքն մենք որ հապֆիքսվում ենք վատերի վրա, ավելի վատն ենք ձգում։ Դա որ մենք բոլոր հայերը սկսենք լավատեսությամբ մոտենալ ու ամեն ինչի մեջ լավը տեսնել, որտեղ լավը ավելի շատ է, իրոք շատ է։ Ասում ենք ամեն ինչ չարացել է վատ է, բայց այդքան չի, լավերը ավելի շատ է։ Ինչի՞ մի փոքրամաս վատի երևույթի մեջ տեսնում։ Այն մեծ լավը բաց թողած վատն ենք տեսնում։
Այդ լավ, հիմա այդ որ ասում են պիտի փոփոխվի, այդ մեր մտածելակերպը որ փոփոխվի, ոչ թե սпасեն ինչ որ մեկը գա, որ իրանց համար ամեն ինչ անի, այլ իրանք որ սկսեն որ լավը տեսնել, այդ վատին ուշադրություն չդարձնել, ամեն ինչ կփոխվի։ Շրջապատեն է դրականով, լավով։ Հա, որտեղ դրանք շատ քիչ են, իսկ դրա սա ուշադրության կենտրոնում է վատ, նա իսկ Բավական մարդ ավելի շատ կարիք ունի ներվայնանալու, քան ուրախանալու, թե չէ։ Դե ինձ թվում է սովորույթի հարց կա, դա շատ երկար ժամանակ այդ ներշնչել եմ վատը ու դրա վրա է կենտրոնացել, ասենք մենակ ծնողներից հիշում է իրան ինչ տրավմաներ ա բերել, ինչ վատ, բայց ինչքան ծնողը ջանք արել, լավ բաներ ա արել, դրանք մարդիկ չեն հիշում, ասենք հոգեբանին որ գնում են, մենակ բողոքում են ծնողներից։ Բայց ինչքան լավ բան ա տվել ծնողը, դա 99%-ը հաստատ շատ լավ բան ա տվել, բայց իրանք այն 1% ինչ որ տեղն են ցում, որ ծնողը վատ վիճակում է եղել, իրա վրա է։ Բայց ծնողներից էլ է էլի գալիս, ես պիտի խոստովանեմ։ Օրինակ մի շարք առավելություններ ու դրական կողմեր, հա, թեկուզ իմ բալիկների մեջ նայում, այլ եթե լսում են, թող լսեն։ Կան, բայց ես անեմ անում, ցենց չեմ ասում թե հոպ, սխալ գտա ու հեսա, արիստեղ, չէ, բայց ավելի շատ տուրք եմ տալիս այդ բացասականը, ցենց Բայց փորձեք լուրջ է մոտենալ, փորձեք դրականի վրա։ Ասում եք ու ամաչում եմ ինքս ինձ ու խոստովանում եմ, որ իսկապես ես էլ բացառություն չեմ, հա։ Հետո նայում եմ ինձ վրա, հա, եթե ինձ ասում են այդ աղադը այդ բացասականն են միշտ sense բանանում, մատնացույց անում, դե ասում ես դե քո երն էլ անեցած, դե սպանիր, լավ բան չկա մեջ, ասում եմ լավ բան ասա։ Դու էլ ես ուզում, կարիք ունես, հետեւաբար նույնն էլ պիտի տալ։ Բայց կանխարգուշակումներին ասես, այս կանխարգուշակումներում Հայաստանի մասին կա փոքր կանխարգուշակում, որ վատ ինչ-որ բաներ են, բայց մեծ մասը լավ ապագա է տեսնում, էլի, հավանականությունը լավ է։ Համար շեշտը ես ուզում եմ լավի վրա դնեմ, որ իրոք շատ լավ է լինելու մարդկանց, որ չմտածեմ, որ սենց հա նույն ձև ենք մնալու, հա նույն տեսակի ղեկավարներ են փոխվելու ամեն ինչ։ Հենց պեսիմիստական մի մոտենակ Սողոմոնի ամենամեծ իմաստությունից մեկը, որ մատանե ու մատոնը վրա դրած է, որ ամեն ինչ փոփոխվում է, նույնիսկ այդ փոփոխումներն էլ փոփոխվելու։ Այդտենց հաստատուն չի էլ այդ բաները, մի կարճեք ու մտածեք հավերժ մենք դարդի մեջ ենք ու դարդը պահելու ենք։ Այեր մտածեք սորությունն են վատը պահեն ու հավերժ դարդ պահեն։ Երբ որ մենք ասենք քեֆ անողի քեֆը չի պակասում, պետք է սկսենք քեֆ անելուց իրոք այդ կարևոր տեղը, որ մենք այդ քեֆ անելու ուղղակի ցենց չգնալ մի հատ լավ տեղ նստել հաց ուտելը չի։ Զուտ հիշեցի անմահ ինձ համար բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մի առակ վերնագրված էր հետևյալ կերպ, էս էլ անց կկենա, որ մի գյուղացի մարդ որդի է ունենում, ուզում է որ թագավոր դառնա ու դառնում է, հետո մոռանում է օրը եւ այլն, կանչում է, այսինքն նույնիսկ թագավոր դառնալն ու անց կենալն էլ է փոփոխական, հավերժ չի, բայց ամենացնցողը առաջին 4 տողն է, ինչպես սկսում է ամենայն հայոց բանաստեղծը, լինում է թե չէ ով գիտե հաստատ, եւ ինչն է հաստատ աշխարհքի վրա, աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։ Ամենալավ կանխարգուշակումներից Թումանյանն է նաև Ֆանտաստիկ։ ասում ինքը ընկալել է ապագան, ինքը տենց ընդունակություններ ունեցել է, ինքը զարգացրել է, համար կարողացել է տեսնել ավելի շատ խորը, ավելի լայն տեսնել։ Հիմա այդ հաջորդի կարևորը ոչ թե սենց ինչ որ ասենք սենց ա լինելու, բոլորը նստեն թախտին, սպասեն բախտին, այլ որ իրանք տեսեն պոզիտիվ դրական ապագա սկսեն գեներացնել, ու իրանք թե իրանք երեխաների մեջ լավագույնը տեսնեն, կլինի վատագույնը, բայց ուշադրություն չդարձնենք, ասենց առակա թրիքի մասին, որ մեկը իմաստը 4 իմաստուն են գնում անտառ, մեկը մտնում է թրիք ասում է հեսա ես քեզ կուտեմ, ինքը ասում է վրեն կոխրջում անցնում է, բայց թրիքը մնում է իր վրա, ոտը, երկրորդ ասում է ես քեզ կուտեմ, ինքը թրիքին է ուտում, բայց թրիքի համը մնում է, այսինքն Էդի կորսում է երորդը գնում է ասում է թրիքը ես քեզ կուտեմ, ինքը թրիքին մախենում փախնում է, վախը մնում է, երորդը երբ որ անցնում է տեսնում է թրիքը իրան ասում է ես քեզ կուտեմ, ուշադրություն չի դարձնում, թրիքը ինքան է
ասում ես քեզ գիտեմ հետևից գնում եմ տեսնում որ вообще բանի տեղ չի դնում գնում ինքը գցում է իրան ջուրը խեղդում է հիմա այնա որ մենք պետք է այդ վատի վրա ուշադրություն չենք մյուս եթե որ ռեակցիաներ ենք տալիս մեր վրա դա այդ հետ կմնում է համար այդ վատ բաները անտեսել է պետք իրոք պետք է անտեսենք երբ որ մենք ամենաուժեղ հոգեբանական ազդեցությունը երբ որ մարդուն անտեսում ես ասենք մենք հիմա ինչ որ մարդկանց հետևից ամբողջ ազգը կենտրոնացել երբ որ ինքը անտեսի այդ մարդկանց իրոք բալնի տեղ չդնի ամենամեծ պատիժն է ամենամեծ ինքը իրան կգնա գցիվանի մեջ ջրի մեջ всё կվերջանա իսկ ինչքան ուշադրություն ենք տալիս ասում եք ու զուգահեռում եմ այո շատ ճիշտ եք պարոն Դոնիկյան չքաղաքականացնելով մեր զրույցը բայց մեր ընդդիմությունը ցավոք 7 տարի է զբաղված այս իշխանությունների հետևից արձագանքելով կարևորելով կենտրոնացնելով առանց սեփական օրակարգը դրադրելու դրա համար է սրանք կան իսկ դուք չկաք տղաներ եւ աղջիկներ չկաք լուսանցքում եք մարդը մեկը ինչ անի դուք արձագանքում եք կներեք մի քիչ ուղակի զուգահեռեցի եւ այո այդ իրականության մեջ ենք երբ որ մենք մեր սեփական տեսլականը օրակարգը գաղափարախոսությունը ծրագիրը անելիքը կֆիքսենք կներկայացնենք նոր այդ ժամանակ հասարակությունը կարող ենք բանանել էլի ասել որ ժողովուրդ այլընտրանք կա հեսա դրականը հեսա լուսավորը այս ազգը մեռած չի այս ազգը դավաճան չի այս ազգը ծախված չի աշխարհում էլ բենզին չկա որ ադրբեջանական ենք բերում կամ բերեք ինչ եք սարքում հոռոմի եսիմ ինչ սուսուփուս բերեք ֆրանսիայից էլ եք զենք բերում երկու հատ հրթիռներն էլ եք եսիմի ատոմային նկարում ձերը մենակ բանն է հիմա նորից կասեք չի կարևորում են սխալ եմ անում պետք է շանտեղ չդնել անտեսել դա ամենադժվարն է ստրվել իրանց գցեն ջուրը ճիշտ եք ասում այո պետք է աշխատանք է մեր վրա վատին ուշադրություն չդարձնենք իսկ լավը շատ ավելի այսինքն չգիտեմ հիմա ձեր կնոջ կոնֆլիկտների մեջ տանը ինչ մի սխալ է լինում ու ինքն է ձեր վրա ուշադրություն կամ բայց չտանք լիքը լավ բան կա որ դրա ֆիքսինգ ինքը կջնջվի կգնա տենց է քաղաքականության մեջ եթե լավը անենք մա լավ ապագա ենք ուզում մենք լավը պետք է ավելի շատ տեսնենք ինչ շատ տեսնում ենք դա շատանում այսինքն ասված մեզ ընկալում են ինչ մենք ուզում ենք ինչի վրա շատ ուշադրություն ենք դարձնում ոչ տեսով ասում են ինչի մեջ շատ էներգիա ենք ներդնում դա շատանում մեր էներգիան եթե ներդրված է բոլորը վատը չեզոքացնելու վրա ուրեմն վատը վրա էներգիա ներդրվում արևելյան փիլիսոփայության մեջ կա այսպիսի վստահ եմ գիտեք ձևակերպում մարդը այն է ինչ մտածում է դու մտածում ես որ դու վատն ես կամ ես այն եմ ինչ մտածում եմ հա մտածում ես որ այդ բացասականի վրա ես կենտրոնանում եւ այլն այսինքն այդ մտքերը ձևավորում են ինչ որ բան կերպ ֆիգուր Դրա ինչքան քիչ բողոք լինի, ավելի լավատեսական ամեն ինչ լինի, պոզիտիվ, ոչ թե ինչ-որ դա հիպոթետիկ ինքնախելքանջատված ոչ, մենք լավ բաներ սկսենք արարել, լավը տեսնենք, մեր կյանքի լավ ելույթներին ուշադրություն դարձնենք, հիմա ինչ-որ մի բան էլ կլինի, եթե մարդ փորձ ունի իր կյանքի, հասկանում ինչ-որ խոչընդոտներ, վատ բաներ էլ կլինեն, բայց դրանք պետք է առաջնային չդնենք, կգնանք անցնեն բանկանենք, այսօր մի քիչ ասենք մրսում է մեկը հիվանդանում է, բայց շատ բան ուշադրություն չդարձնի, այդ հիվանդությունը արեք, բայց վայ, հիվանդացա այդպես չի լինում, իրոք ասում եմ, կարևորում եմ բանը անում, բայց այդ մեր մտածելակերպն է, այդ եկած Արցախը օրինակ կորցրեցինք, ոնց դրա մեջ լավ բան տեսնես։ Պետք է մենք տեսնենք, որ մենք կյանքը շարունակում ենք, լավ երևույթներ տեսնենք, այդ չի նշանակում դա մոռանանք։ Դրա մասին չի, որ մենք պետք է տեսնենք, որ մեր ապագան հզորանա, ուժեղանա, որ մենք կվերականգնենք, ոչ միայն Արցախը կվերականգնենք, նաև արևմտյան Հայաստանն էլ պետք է վերականգնենք։ Մենք ոչ թե արևելյան Հայաստան նույնիսկ, արևմտյան Հայաստանն էլ պետք է վերականգնենք։ Դեղը մեծ քանակի հողեր կային, չանենք, մի 100 տարի առաջ կորցրել ենք մի քիչ ավելի շատ, բայց դա էլ է մեր եղել։ Այսինքն ես չեմ ասում ուղղակի սենց սահմանափակվենք, բայց մենք դերականի մեր վրա ուշադրություն լացի վրա չկանենք, էլի։
Բայց կորցրեցինք ու անհնար է վերականգնել ու տենց մտածենք իրանք շատ ուժեղ են, տենց բան չկա, ոչ մեկ չի կարող հավերժ ուժեղ լինի։ Մտքերը նյութականանալու եւ վերջո հակում։ Հա, ուժեղ չի կարող լինի, վերջը իրանք էլ պետք է հասկանանք, որ ուժեղա այն մարդը, այն ազգը, որը ներքին ուրախությունը կարող է պահել, հենց ուրախությունը կորցնում է ինքը անկումի մեջ անում, նյութական ոչ մի ռեսուրս արդեն իրան չի կարող պահի, դրանք անցողիկ են, Վենեսուելան ամենաշատ նյութական ռեսուրսներ ունի, մենք չենք նավթարտանող, հա, շատ, բոլոր արաբական երկրներից շատ, Ռուսաստանից շատ, Ամերիկայից շատ ունի, ամենաշատ ունի, բայց ինքը քանդեն բան չի մնա։ Չեմ կարծում, տեսնեմ։ Դե ռեսուրսները իրանցից կվերցնեն նրան։ Ну это նպատակ էլի։ Իրանց շահին չի աշխատում։ Հապա միավոր ռեսուրսը չէ, այլ մարդը։ Դե այնտեղ իրանք շատ վատ են ապրում, նախ այդ իրանք այդքան ռեսուրսներ Հայաստանը ավելի լավ ապրում է մեր վիճակում, մենք էլ չենք հաշվի առնում, որ Հայաստանը Այնտեղ այնպես գրփոցի անես թալանա։ Դե դե պատկերացնենք Нам мало не покажется։ Չէ, ռեսուրսների քանակը այնտեղ ու պատկերացնենք ու շատ վատ է։ Նրանք սրբեր են, մեր թալանչիները սրբեր են իրանց հանդեպ։ Դե դրական տեսեք ամեն ինչին։ Տեսակ դրական տեսա դրա։ Հետո երբ որ նայում ես տեղ մարդիկ ոնց են ապրում ու ասենք թե ինչ որ երկրում, այդքան մենք շատ վատ չենք ապրում, էլի պետք է էլ հասկանանք։ Իհարկե կարանք ավելի լավ լինել, ավելի լավ լինենք, բայց երբ որ լավը տեսնենք, որ բոլորը սկսեն պոզիտիվ անցեն, իրանց գործունեության մեջ ցանկացած աշխատանքում, որ մեկ աշխատում է, միշտ լինում են վատ երևույթներ, բայց պետք է ինքը ընդհանուրի լավը տեսնի։ Այդ վատը ընդհանուր մի խոչընդոտ է, որ կլինի, ասենք փողոցում տուն ես գալիս, ավտոն էլ կարող մի հատ տեղ լինի, սենց տեղ է լինում, անգնում ես կամ ոտը քարին ակնում ու սա օրը մտածես այդ քարի մասին, դա տենց չի լինի։ Հիշում եք, չէ, Խաթաբալադան։ Ժողովուրդ ջան, ես ձեր լավն եմ ուզում։ Հիմա այդ անցնենք այդ գուշակությանը, անցնենք դու այդ հիմնական այդ գուշակության մասին, պետք է հասկանանք ով էլ ինչ ինֆորմացիա բերում է, դրա մեջ դրական երևույթը տեսնենք, ու այդ ինֆորմացիաները տրվում են, որ մենք դրական օգտագործենք։ Շատ դեպքում երազներով են, երբ որ գուշակություն տրվում, դրանք թեկուզ մեզ թվում է վատ երազա, բայց իր մեջ շատ դրական երևույթ կա։ Մենք պետք է կարանք դրա մեջ դրականը վերցնենք։ Ամեն ինչի մեջ, երբ որ մենք դրականը վերցնենք, մենք առաջ կազդենք։ Ոնց է իմպուլսը, այդ վատը բրդում ես ոտով, դրականը դու ավելի ես բարձրանում։ Այսինքն ամեն վատ բրդում ենք ներքև, բարձրանում կար։ Պետք է դրականը ամեն ինչի մեջ տեսնենք, մենք առաջ կընկնենք։ Իսկ եթե ամեն ինչի մեջ մենք ուղղակի տեսնենք մենք որ վատագույն ենք, առաջ չենք գնա։ Դրական ուղղակի դրականով մենք բացականը բրդում ենք, հետ առաջ ենք գնում։ Ու տենց Հայաստան իրոք ես տենց ինչ խափուսիկ չի, ես վստահ եմ, իմ կանխատեսություններն կան, որ Հայաստանը շատ լավ է լինելու։ Այս ժողովուրդը ուրիշ մակարդակի է բարձրանալով ու մինչև հիմա նույնիսկ չի եղել ինքը այդ մակարդակի։ Օ լա լա։ Այդ ուզում եմ ասեմ, որ այդ մակարդակի չի եղել։ Ինքը ուրիշ լեվել է։ Բայց այն ծայրահեղությունները չանենք, այդ օվկիանոսից օվկիանոս Հայաստանի մասին չեմ խոսում, այլ մարդկային վիճակի մասին, որ վերափոխվել է փոխհարաբերությունների մակարդակ։ Օրինակ Հայաստանում որ գիշերը ապահով է համարյա, քան շատ երկրներում եվրոպական, որ մենք ասում ենք ապահով ապրում են, բայց իրանք գիշերը չեն կարող ման գան հանգիստ դուրս գան իրանց երկրում, քաղաքում ման գան, բայց Հայաստան Երևանում ինչքան կարող ապահով ման գանք համեմատած իրանց։ Եվ դրա վկայությունը պարբերաբար փաստում են ռուս գեղեցկուհի աղջիկները իրենց ռիլսերում եւ վիդեոներում ապրեն իրանք, որ մեզ երևանցիներից ցույց են տալիս, թե որքան անվտանգ է մեր չնաշխարհիկ մայրաքաղաքը։ Բայց դա շատ մեծ բան է։ Իհարկե շատ մեծ բան է։ Այդ հոգեբանական այնքան մեծ խնդիր է ապահովության այդ նշանը։ Եվ ոչ միայն այդ անվտանգությունը։ Շատ բաներ կա, որ մենք չենք տեսնում։ Դուք մեկ այլ պակաս կարևոր բան չասացիք, այդ միջին բարեխառն աշխարհագրությունից մնացել է, չէ՞ գոտին։ Մենք վայելում ենք 4 եղանակ, բնության հրաշք, իսկապես հրաշք։ Պարոն Դոնիկյան, եկեք այսօր այսքանով Եվ միակ էլ մի հատ օրինակ ասենք մեր երկինքը։
ես տարբեր երկնքներում եմ եղել, որ ուղղակի ուրիշ երկրներում չեն եղել, երկինքը չեն տեսել։ Ու ինչքան Երևանը մի քիչ տենց սմոկը շատ է, բայց որ Երևանից դուրս գանք Հայաստանի տարբեր տեղերում լինենք, տեսնենք մեր ինչքան կապտուն ու գեղեցիկ է մեր երկինքը։ Թվում է երկիր մոլորակ ամենտեղ տենց կլինի, բայց տենց չի։ Մի հատ ուշադիր ովքեր ուրիշ երկրներ են գնում, մի հատ դիտարկեն իրանց երկրները հայերին, ես խորհուրդ կտամ։ Հետո գան մի հատ Հայաստանում Երևանից դուրս միտեղ որտեղ երկինքն են ինչքան գեղեցիկ է։ Հայաստանի պես գեղեցիկ երկինք չկա աշխարհում։ Ես շատ երկրներում եմ եղել, ուղղակի մի հատ թող դիտարկեն իրանք։ Դա նույնիսկ չեն գտնում մեր երկինքն էլ է ուրիշ, որ այս հողն էլ է ուրիշ, իսկ ջուրը չասել։ Ջուրը, այդ է ասում։ Շնորհակալություն։ Դիտարկեք, բարեկամներ, դիտարկեք, որովհետև մենք պարոն Դոնիկյանի հետ պարբերաբար հանդիպելու ենք ու ձեր դիտարկմանը ներկայացնենք մեր չնաշխարհիկ ազգի, չնաշխարհիկ երկրի, հրաշք քաղաքի, մեր այս դրախտավայրի առավելությունները ու կարևոր արժեքները, որոնք մենք թերևս ձեզ հետ միասին երբեմն այս կենցաղի, այս թույլ տվեք ասել Երևանյան են ժարգոնով գժանոցի մեջ չենք նկատում ցավոք սրտի, բայց եկեք նկատենք։ Եկեք բացասականը մի կողմ տանենք, հա, բրթենք եւ դրականը արժևորենք, դրականը տեսնենք, լուսավորը տեսնենք, դրանով պարուրենք, շրջապատենք մեզ ու այդ դրական էներգիաներով լիցքավորված ապրենք։ Ու թող մեզանից այդ դրականը ճառակի։ Ի վերջո ժպտում ես, չէ, ու կայֆ է, էլի։ Ջղայնանում ես, հեչ կայֆ չի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Թաքնագետ, խորագետ, փիլիսոփա Տրթա Դոնիկյանն էր մեր հյուրն այսօր։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Շնորհակալություն նաև ձեզ, որ հետևում եք, բաժանորդագրվում եք մեր ալիքին եւ իհարկե կիսվում եք ձեր մեկնաբանություններով։